Տուրիզմը դա ասում է ոսկու հանք է, առանց աշխատանք, միայն սպասարկել, ասեմ թե դրա համար եմ ասում, այդքան մարդ կա, այդքան գումար է, հետո քաղաքը մի հատ գործ ունի, գնան գան ծախսեն, համ ժողովրդի դեմքի ժպիտ կլինի, համ փող կաշխատեն, այսօր ինչի համար է սա անգույն, դեմքների ժպիտ չկա, պարկի տակ, վարկի տակ, խնդիր, պրոբլեմ, աշխատանք չկա, խնդիրները կարգավորելու համար։ Այնպես ժողովուրդ ջան, կարամ ժամերով տարբեր ասենք, թե ասեմ, հիմա փոքր ու միջին բիզնեսից ասեմ, ես փոքր ու միջին բիզնեսից եմ կայացել, որ այսօր են նոր ծիլեր են, ուզում եք հայ կատարի, տեսնիք ստացվի, դա մոտ չի ստացվի։ Մինչև 60 միլիոն շրջանառության դեպքում, որից է մեկ իրավունք չունի մոտ գնա, ոչ մի հարկային, ոչ մի օրգան, իր համար դրել է իր ընտանիքով, իր տունը պահելու համար։ 60 միլիոնից կանցնի, կգա 160-170 միլիոն։ Մի միլիոն է, նա մի տոկոսը դրա դեպքում կտա մեծ ուրախությամբ, բայց ոչ թե հարկային մտավ, թուղթ տնեց, ես խասեց, ես որտեղից ես բերե, հետևան չես խպե, աղբեր շշկրվե չեմ խպե, ես իմ մեծ հաճույքով իր 170 միլիոնի մի տոկոսը մեծ ցանկությամբ կտա։ Պետք է մարդու մասին մտածես, երբ որ մարդը զորացավ, կայացավ, ապրանքը ճանաչում ունեցավ, վաճառվեց, այդ ժամանակ ինքնին իր ծախսերը ինքն էլ կհոգա։ Այդ հարցերը ժողովուրդ ջան, ոչ թե ես անգիր արած ասում եմ, նույն հիմոտ առնչմոլում եղել են փոքր ու միջին բիզնեսի մարդիկ, որ եկել են, թե ձեզնից մարդ կա այնտեղ չկա, չգիտեմ, առաջին տարին ասեմ անվճար գնացեք կացեք, վարձ չեմ վճարել, իրենց լավ են զգացել, բա մենք էլ ենք ուզում լավ ապրենք, կամեցող մարդ ասեմ 2 տարի էլ ձեզ, 3 տարի, մի կոպեկ ասեմ ինձ պետք չի, մենակ դուք լավ զգացեք, կացեք կայացել են, հզորացել են, այդ իմ տարածքում կառուցում են արել, ինձ իմ շենքի վրա իմ համար արել են, այսպես մարդը որ փող ունի, արդեն կարողանում է լիարժեք ծախսել։ Հասարակ բանա, կարևորը թորյան չի, ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցը 100% ավարտել եմ։ Մարդուն պետք է հնարավորություն տալի, ժողովուրդ ջան։ Ամենակարևորը ժողովուրդ ջան, մեկ էլ ասեմ, այսօր տեղ ու դատար չկա կալանավայրերում, ով խոսած, ով մի բան ասեց, հակառակ խոսած, ձերբակալել, պահել կամ տնային կալան։ Ժողովուրդ ջան, ժամանակն է այդ մարդկանց, եւ կան քաղաքական գործիչներ, եւ կան մեկ գործած, որ մարդկանց շանս պետք է տաս այդ կյանքում, մի անգամ ծնվել են, մի անգամ մահանալու են, շանս ես տալի, որ մարդը երախտապարտ լինի, ասի հալալա, բաց թողում է, սխալմունք է, եղել է, երկրորդ անգամ կանեն, թող պատժվեն, բայց մի անգամ մարդկանց պետք է հնարավորություն տաս։ Մարդը գնացնի իր ընտանիքին, իր ծնողներին, իր կնոջը, արդեն հասկացել է, շատ ավելի ակուրատնի տեղին կազմակերպի, զարգացնի, կծաղկացնի եւ շնորհակալ։ Այնպես որ մեր ծրագրում կա, որ այդ նույն առաջինը մինչև 10 տարին համաներում շնորհվի, որ մարդկանց շանս տան մարդիկ գնան հասնեն իրենց ընտանիքներին։ Նույնց եմ ասում, երկրորդ անգամ կլինի, մեղք իրավիճը, թող գնան նստի։ Ես չեմ ուզում, օրեմ սիրելի ժողովուրդ, ես ես ասում ինչ որ ասում եմ, երբեք այսքան աշխատել եմ, ստեղծել եմ, քաղաքացիության մեջ եղել եմ, երբեք ու երբեք չի եղել, մի բան ես խոստանամ ու չանեմ, իմ ուժի բանը չի չեմ ասի, ես միշտ էլ ասենք թե իմ չափի մեջ, իմ հնարավորության արգանքով եւ այդ ջերմությունը, վստահությունը հանրապետությունով ման եմ գալի, ես ասել եմ ցանոթ տանեմ, հարց եք տալի, ես չեմ ասում, բերանը փակեք տարեք, հեռացեք, կպեից կլու, խնդրեմ, իմ աղբեր, ասա, ինչ ես ասում, ես հարցին պատասխանեմ, դու էլ իմ հարցին պատասխանեմ, այնպես որ Ծառուկյանը բնական իրական մարդ է, այս արհեստական չի, սարկած 2 բառ ասեմ հետամ, ինչ ասում եմ, իմ խոսքին տեր եմ, ու այդ վստահությունը հավատքը, ինչ որ արել եմ, քիչ եմ արել, ավելի շատ եմ անելու, կարևորը գործն է մնայելու